Ողջույն բոլորին, ձեզ հետ է Գայանն եւ ես ունեմ նոր միկրոֆոն։ Հավեսաչեմ, կարամ չգոռամ եւ իմ ձայնը կլսվի։ Ուրեմն, այսօր ուզում եմ խոսանք վաճառքների մասին։ Մի քանի տարի առաջ, երբ ես խոսում էի իմ հաճախորդների հետ տեսազանգով, այդ հաճախորդները գնում կորում էին ու երբեք այլևս չէին պատասխանում, ու ինձ թվում էր, որ հավանաբար ես աշխարհի ամենավատ վաճառողն եմ ու ավելի լավ է ես չխոսամ հաճախորդների հետ ու մաքսիմալ փորձում էի ինձ անել ոչ մեկի հետ չխոսամ, գրվելով խոսանք, որ պալիտ չլինեմ, չգիտեմ ինչով, բայց մտածում էի երևի մտածում են աղջիկ երեխա է, ինչ գործ պետք է անի, կամ կարող է օրինակ անգլերենս այդքան լավ չէին վստահում, չէի հասկանում ինչն է նիտո։ Ու իմ քոլերը ինչ տեսք էին ունենում սովորաբար։ Քոլը սկսվում էր, ես տենց ժպտում էի ու ասում էի բարև ձեզ, վերջ։ Ու իրանք սկսում էին խոսալ, ու ես հիմնականում չէի հասկանում իրանք ինչ էին խոսում, որովհետև չէի բարձրաբանում, հարցեր չէի տալիս, ամաչում էի, ինձ թվում էր, որ հարցեր տամ, ասեմ, «Էս ինչ նկատի ունեք, բայց ոնց է աշխատում», տենց կմտածեն, որ չեմ հասկանում։ Տենց խելոք նստում լսում էի, գլխով էի անում, վերջում ասում էի, «Okay, սաղ կանենք ինչ պետք է», ու վсё։ Ու անջատում էի, ու էլ չէի էլ գրում իրանց, ու իրանք ինձ չէին գրում, ու սենց ինչ-որ անկապ բան էլի։ Հետո մի օր ես հասկացա, որ ես ֆանտաստիկ սկսել եմ վաճառել ու ում հետ խոսում եմ, սաղ ուզում են իմ հետ աշխատեն։ Եղել է դեպք, երբ հաճախորդի հետ խոսացել եմ, ասել է 10 րոպեից մի հատ ուրիշ call ունեմ, էլի էս նույն գործի հետ կապված, բայց հենց նոր չեղարկեցի, որովհետև արդեն որոշել եմ, որ քո հետ եմ ուզում աշխատեմ։ Եղել է դեպք, որ մարդը ասել է 10 հոգու հետ խոսացել եմ այս պրոյեկտի համար, դուք ամենաթանկն էիք, բայց մեկը ուզում եմ ձեր հետ աշխատեմ։ Եղել է դեպք, որ ես չեմ ուզեցել այդ հաճախորդի հետ աշխատեմ, չեմ պատասխանել, ինչ որ տենց չգիտեմ ինչեր եմ արել, ամեն ինչ արել եմ, բարձր գին եմ ասել, անիմաստ երկար ժամկետներ եմ ասել, որ հանկարծ չաշխատի, բայց մեկը ընկել են հետևից, ասել ինչ է, հենց քո հետ ենք ուզում աշխատենք, ինչքան պետք է կվճարենք, կսպասենք, ամեն ինչ կանենք, մենակ դուք մեր հետ աշխատեք։ Հիմա դուք կհարցնեք, ինչ արեց այս աղջիկը, որ տենց միանգամից փոխվեց իր մոտ այդ ամեն ինչը։ Ասեմ, գնացի Շրի Լանկա մենակով, մենակով 2 ամիս գնացի Շրի Լանկա, հետ գալուց հետո այդ փոփոխությունները եղավ։ Իրականում ահագին մտածեցի, թե լավ ինչ եմ փոխել ու հասկացա։ Ուրեմն, այս Շրի Լանկայում, երբ որ սկզբի օրերը մենակ էի, բնականաբար ձանձրանում ես, ուզում ես ինչ-որ մարդկանց հետ շփվես, բայց ամաչում էի մարդկանց մոտիկանայի, ասում էի լավ, ինչից պետք է խոսամ, ոնց պետք է սկսեմ խոսալ, որ հանկարծ խոսամ դուրս չգա, որ ինչ-որ տենց կեսից նիլովկի լռություն լինի ու չիմանանք ինչից ենք խոսելու, ինչ եմ անելու։ Տենց ինչ-որ անկապ մտքեր էին գալիս։ Հետո մարդիկ սկսեցին իրանք ինձ մոտենալ ու նկատեցի, որ բոլոր մարդիկ նույն ձև են շփվում։ Կա բոլորի մոտ ինչ-որ ստանդարտ մի քանի հարց, բարև, անունդ ինչ է, որտեղից ես, ինչքան ժամանակ ես այստեղ ես, որտեղ ես եղել, ինչքան ժամանակ ես մնալու, երբ ես գնալու, մի քանի ճամփորդության հետ կապված պրիմիտիվագույն հարց։ Այդ հարցերի նպատակը իրականում ոչ թե իմանալն է, թե այդ մարդը որտեղից է, ուր է գնում ու ինչի համար է այստեղ, այլ հասկանալն է, այդ մարդու հետ ինչ-որ քիմիա կա, թե չէ։ Եթե այդ քիմիան կա, խոսակցությունը բնականից շարունակվում է։ Եթե ոչ մի բան չկա, այդքանը խոսում եք, վերջացնում եք, անցնում եք առաջ, վсё։ Սովորեցի, որ կարելի է այդ անհասկանալի վիճակը, որ չգիտես ինչից պետք է խոսես, ուղղակի կոտրել ինչ-որ մի քանի նախօրոք պլանավորած հարցերով։ Ու սկսեցի հաճախորդների հետ խոսալուց, նույն ձև բոլորի հետ բարևից հետո հիմա քո մոտ ժամը քանիսն է, բա քո անունը ոնց պետք է ասեմ, էլի մի քանի հարց սկսեցի տալ, չգիտեմ, հələ մի քիչ բիզնեսիցդ կպատմես, տենց էլի։ Այդ մեկ, որ ցանկացած call, հիմա որ տենց քնից զարթնացնեն, այդ տեսած թեռախոսը դնեն դեմս, ասեն խոսա, միանգամից կիմանամ ինչ եմ խոսալու, նույնիսկ եթե вообще չիմանամ այդ մարդը ով է։ Այդ սկզբի մի քանի րոպեն արդեն պարզեցնում է։ Ու այդ մի քանի րոպեն դու արդեն հասկանում ես, թե հետո այդ մարդու հետ ոնց պետք է խոսաս, ինչ որ տես նյութդ սկսում է աշխատել, էլի։ Երկրորդ բանը, որ սկսեցի անել, այդ խոսակցության
ղեկը վերցնել քո ձեռքը։ Չեք պատկերացնի, ինչքան են մարդիկ սիրում, ու ինչքան են մարդիկ սկսում քեզ վստահել, երբ որ դու այդ ղեկը վերցնում ես քո ձեռքը ու դու ես թելադրում, թե ով է խոսալու, ոնց է խոսալու, ինչ է խոսալու, դրանից հետո ինչ է լինելու եւ այլն։ Ու այդ ոնց է լինում, էլի նույն ձև հարցեր ես պատրաստում, նույնիսկ եթե չես պատրաստում, մոտավոր գիտես ինչից ես խոսալու։ Օրինակ իմ դեպքում ես միշտ սկսում եմ բիզնեսից հարցեր տալ, որովհետև հիմնական բոլորը համարյա բիզնես ունեն, իրենց բիզնեսի համար պետք է ինչ-որ վիդեո, որով ինչ-որ խնդիր են լուծելու։ Իմ նպատակն է հասկանալ այդ բիզնեսը ինչ է իրենց ներկայացնում, որ փուլում են հիմա, այդ մարդը ով է, չգիտեմ, տերն է, տնօրենն է, մարքետոլոգ է եւ այլն, որ հասկանամ այդ մարդու հետ կոնկրետ ոնց է պետք խոսալ, ու նպատակը որն է։ Ու միշտ ինչ որ նպատակ լինում է, էլի պրոյեկտ, երբ որ մարդիկ գալիս են ասում են, «Սենց պրոյեկտ ենք ուզում որ անես», ինչ որ նպատակ պետք է լինի, չէ՞։ Օրինակ կողա հաճախորդներ չունեն, խնդիր ունեն հաճախորդների, ու դրա համար գովազդ են ուզում միացնեն, ու այդ գովազդի համար իրենց պետք է վիդեո։ Ուտեղ ես սկսում եմ ինչ որ արդեն հարցեր տալ, լավ, բա էլ ինչ եք արել, որ հաճախորդներ վերցնեք, խի չի աշխատում։ Դե կողա հասկանում եմ, որ այդ մարդկանց ընդհանրապես պետք չի գովազդ, ու իրենց խորհուրդ եմ տալիս, ասում ժողովուրդ, եկեք ավելի լավ է այս գումարը պահեք, գնացեք ուրիշ բան արեք դրանով, ավելի ձեզ օգուտ կտա։ Մի հատ էլ բան ասեմ, ես մի հատ խնդիր ունեմ։ Ես չեմ կարողանում ինձ ճիշտ ներկայացնել, ոչ ինձ, ոչ իմ մատուցած ծառայությունը, ոչ իմ թիմը, ոչ մի չեմ կարող սիրուն ներկայացնել։ Ու այդ ի սկզբանե իմ համար շատ մեծ խնդիր է եղել։ Մի հատ բան պատմում եմ, ուրեմն, այս իմ դիպլոմայինի պաշտպանությունն է, թատերականի անիմացիայի բաժինն եմ ավարտել, ու դիպլոմայինիս պաշտպանությունը անիմացիոն հոլովակ պետք է ցույց տայի, որի վրա մի քանի ամիս տանջվել եմ, սարքել եմ, հիմա այդ օրը եկել է, պետք է ցույց տամ, դες լիքը մարդիկ են նստած, ես բեմի վրա կանգնած եմ, այս վիդեոն գնում է, այս վիդեոն գնաց, վերջացավ, բոլորը ծափ տվեցին ու միկրոֆոնը տվեցին ձեռս, ասեցին Գայանե ջան, դե խոսա, ասեցի ինչ խոսա մենատեսակ, ու վсё, այդ էր իմ դիպլոմայինի պաշտպանությունը, ուրիշ ոչ մի բան չեմ խոսացել։ Ու ստացա ոչ այնքան բարձր գնահատական սուտդ իմ ներկայացնելու շնորհքի պատճառով, բայց ամեն դեպքում ասածս այն է, որ ես այն ժամանակ էլ չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ այդ ներկայացման շնորհքը ու ինձ թվում էր էդ է վաճառքի հիմնական բանը, որ կարողանաս քեզ ներկայացնես։ Բայց դու մի ասա, մարդիկ այնքան ուշադրության կարիք ունեն, որ պրոստը իրենց հարցեր ես տալիս, ուղղակի իրանք խոսում են, վсё, իրանք սկսում են քեզ վստահել։ Դու դաժե ոչ մի բան չիմանաս, ուղղակի անդադ հարցեր տաս, իրանք այդ կարևորությունը այդ բանին այնքան է բարձրանում, որ ուզում են քո հետ աշխատեն։ Տենց համակե մի հատ էլ կարևոր բան ասեմ։ Երբ որ քոլը վերջանում է, նախ վերջում պարտադիր պետքա հստակ գործողության դրդում լինի, որ իմանան ով ինչ է անելու, էլի այդ քոլից հետո տենց օդի մեջ չմնա խոսած ու գնա։ Օրինակ կարակ ասեք քոլից հետո ես քեզ նամակով կուղարկեմ առաջարկը գնային օրինակներով կամ ինչ որ տենց մի բան պետք է ուղարկես անպայման, որ ինքը իմանա քեզնից ինչ որ բան է սպասում ու իմանա որ դու էլ իրանից ես ինչ որ բան սպասում։ Դու էլ կարես ասես, իսկ դուք խնդրում եմ ուղարկեք չգիտեմ ինչ հաստատումը, որ պետք է սկսենք իրար հետ աշխատել կամ դուք ուղարկեք լոգո հա մեկ է մի հատ ոչինչ որ երկար եմ խոսում, եթե մինչև հիմա մնացել եք ոչինչ էլի ուրեմն եթե քոլը վերջանում է, շատ մարդիկ ամաչում են հարցնեն հիմա աշխատում եք իրար հետ թե չէ։ Ես վերջերս եմ սկսել այդ հարցնել, որ կարելի է ուղղակի ուղիղ հարցնել, էլի, տենց ինչ որ պարտադիր չի, ինչ որ բան վոլշեբնի շար վերցնել, մարդ կանչել, որ նայեն բախտդ տեսնեն այդ մարդը կուզի վերջը քո հետ աշխատի թե չէ, կարելի է պրոստը հարցնել, ասել հիմա ինչ սկսում ենք, ուզում եք իմ հետ աշխատեք, թե էլի մարդկանց եք նայում, շատ պարզ, պրիմիտիվ, հեշտ։ Հարցրեք, կարող է միանգամից ասում է, պրինցիպի հա, կարելի է փորձել, դու ասես օքեյ, դե ինձ ուղարկի քո SSS ֆայլերը, ես քեզ կուղարկեմ գնային առաջարկ, ու կարանք արդեն սկսենք այտենց բաներ։ Ու իհարկե, ցանկացած քոլից հետո պարտադիր այդ օրը մի հատ սիրուն նամակ գրեք, ասեք հարգելի Վոլոդյա,
շատ ուրախ էի ձեր հետ այսօր խոսել ու մի հատ էլ ասել այն, ինչ որ պայմանավորվել եք, որ պետք է անեք։ Օրինակ կարեք ասեք 2 օրվա մեջ ձեզ կուղարկեմ այս ինչ փաստաթուղթը եւ կսպասեմ ձեզնից հաստատման կամ ինչ որ տես մի բան։ Կոնկրետ։ Լավ։ Շնորհակալություն ինձ այսքան լսելու համար, հուսամ հետաքրքիր էր։ Եթե ինչ որ հարցեր, կոմենտներ, հիացմունքի խոսքեր կամ օրինակ այս գեղեցկուհուն մասին լավ բաներ ուզում եք ասեք, ես շատ ուրախանում եմ, որ ինչ որ արձագանք եմ ստանում։ Տենց, ստացիություն։